կային կանխատեսումներ, որոնք արդարանում են վատ իմաստով, որ որևէ կերպ ինչ-որ մի գործիքով ապօրինի բնականաբար իշխանությունները կփորձեն կամաց-կամաց մանդատները գողանան ընդդիմադիր խմբակցություններից, որպեսզի կարողանան ըստեղ էլ զավթել իշխանությունը, եւ կարծես թե դրա ծիծեռնակները արդեն կան մեր քաղաքը Դաշինքի պարագայում, ինչը տեղի ունեցել։ Ապրիլի 21-ին Կարեն Հրայրի Բադալյան անուն հասկանուն հայրանունով ավականու անդամը, որը 6 հոգանոց խմբակցության թիմի մեջ էր ընտրված, ստանձնած լիազորությունները, ապրիլի 21-ին ներկայացնում է հրաժարականի դիմում համայնքի ղեկավարին։ Գրում է մեջը, որ կան պատճառներ, որ անցնում եմ այլ աշխատանքի, դրանով պայմանավորված չեմ կարողանալու լինել ավականու անդամ, խնդրում եմ այդ հրաժարականս ընդունել։ Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը կարա մեկ բան անի, դա էլ անում է, արձանագրություն է կազմում, որ տվյալ Կարեն Բադալյանի լիազորությունները համարվում է դադարած իր իսկ դիմումի հիման վրա, հրաժարականի հիման վրա։ Հաջորդ օրը ապրիլի 22-ին համայնքի ղեկավարը ուղարկում է գրություն, էլի օրենքով ինչ պետք է անի, մի տարբերակ է, դա էլ անում է, ուղարկում է գրություն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ Այսինքն այն մարմնին, որի շենքի այս մուտքի մոտ ենք, մուտքից ներս հիմա մենք կանգնած խոսում ենք ձեզ հետ միասին։ Ուղարկում է, որ այս արձանագրությունը կազմած է, այս էլ հիմքը, դիմումը, անձի, խնդրում եմ դուք էլ ձեր արձանագրությունը կազմեք, որովհետև ըստ օրենքի իրանք էլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պետք է արձանագրի, որ ավականու լիազորությունները դադարել են, որպեսզի ֆիքսվի թափուր տեղը եւ ըստ ցուցակի հաջորդ ավականին գայև զբաղացնի լիազորությունները դադարած ավականու տեղը։ Դրանից շուրջ 2 օր հետո, կարծես 23-ին ապրիլի, աշխատանքային օրվա ավարտին 17:50 րոպեին շատ ավելի կոնկրետ, Կարեն Հրայրի Բադալյանը նոր դիմում է ուղարկում էլեկտրոնային փոստի միջոցով համայնք, ասելով, որ հրաժարվում է իր դիմումից, ցանկանում է շարունակել պաշտոնավարումը եւ ուշադրություն երկրորդ մասը կամ երկրորդ դիմումը, որ ցանկանում է դուրս գալ մեր քաղաքը խմբակցությունից։ Դառնալ անկախ ավական։ Հա։ Նորից հիշեցնեմ, արդեն լիազորությունները դադարած վիճակում։ Առաջինը մի հատ իրավական ասպեկտ չկա։ Ոչ տեղական ինքնակառավարման մասին օրենքով, ոչ ընտրական օրենսգրքով, ոչ էլ այլ իրավական ակտերով հնարավորություն հրաժարվելու սեփական դիմումից, հատկապես երբ որ արձանագրվել է քո դիմումը, այսինքն լիազորությունները դադարել են։ Ի տարբերություն օրինակ ազգային ժողովի падգամավորների դեպքում, այո, ազգային ժողովի կանոնակարգ օրենքը ասում է, որ եթե 7 օր հետո պնդում ես, նոր համարվում է դադարած լիազորությունները, կամ եթե հակառակը չես ասում, Այս դեպքում համայնքի ղեկավարը արդեն արձանագրությունը կազմել է, որ մի ճանապարհ է դրել է, հաջորդը արդեն այս տիրույթը հրաժարականը ներկայացրեցիր, համայնքի ղեկավարը դա արձանագրեց, ոչ թե ինքնավորոշում որ դադարել, այլ արձանագրում է, ֆիքսում է։ Նույնը ֆիքսվում է նաև ընտրատարածքայինը, արդեն այդ հիմքերով։ Զուտ տեխնիկական հարց լուծելու համար, որպեսզի հաջորդ ավականին զբաղեցնի դադարածի տեղը։ Մենք ինչ ունենք, ընտրատարածքայինը չի հասել ֆիքսել, թե չի այդ ամբողջ էս, այսպես ասած, քաղաքական աղմուկի մեջ, որ դադարեցվել է, խնդրում եմ հետո մի դադարեցրեք, այդ ամեն ինչի նաև պատկերը ամբողջացնելու համար, ասենք, որ 7 օր ընդամենը ունի ընտրատարածքային այս մարմինը, որտեղ գտնվում ենք, տարածքային հանձնաժողովը, որպեսզի համայնքի ղեկավարից, Գյումրու համայնքի ղեկավարից ստանալով արձանագրությունը կազմի իր արձանագրությունը 7 օր։ Կա որոշակի մեկնաբանություն, հա, դա ընտրական օրենսգրքում կա 7 օր, տեղական ինքնակառավարման մասին օրենքում գրված է 7 աշխատանքային օր, 2 ժամկետներն էլ լրացել են։ Անկախ իրավական վեճը չկա, ժամկետները անգամ աշխատանքային օրվա հաշվարկով լրացել են։ Եթե աշխատանքայինով ենք նայում, իմ գոնե հաշվարկով 3 էր վերջի օրը, այսինքն այսօր մենք արդեն ժամկետից հետո ենք ստեղ եկել։ Բնական է, եթե աշխատանքայինով շատ ավելի վաղ։ Այսինքն հասարակ գործառույթը ընտրատեղամասային հանձնաժողովը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի կատարել։ Հասարակ մի բան, պետք է արձանագրություն կազմել, որ այս մարդը դիմում է գրել, լիազորությունները դադարել են։ Եվ ամբողջացնելու համար նորից պատկերը եւս մեկ էլեմենտ,
Կարեն Հրայրի Բադալյանը Datalex դատական էլեկտրոնային համակարգից, հա, տեղեկանում ենք, որ մայիսի 2-ին ոնց որ մուտք եղել վարչական դատարան ներկայացրել հայցադիմում խնդրելով անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի արձանագրությունը, որում ֆիքսվել է իր հրաժարականը։ Քանի որ մենք ունենք էլի վատ իմաստով շատ հարուստ փորձ, Վանաձորյան փորձ, որտեղ դատարանները ինչեր ասես որ չեն արել, որոնք կապ չունեն իրավունքի հետ, որով ուղղակի սառեցվել է իրավիճակը եւ ըստ էության խեղվել է ժողովրդավարական ընթացքը, հա, տեղական ինքնակառավարման, կա մտավախություն, որ այսօր էլ այստեղ հնարավոր է կա այդ հույսը, որ հայցի ապահովման միջոց կիրառելու կամ մեկ այլ եղանակով կփորձեն դատարանի որոշման միջոցով անվերջ ձգել այս վիճակը։ Հիմա ընտրատարածքային հանձնաժողովի 3 տարի հետո մեկ էլ վարչական դատարանը ասի, որ համայնքը ճիշտ էր, ասենք Կարեն Բադալյանը սխալ, պետքա լիազորություններ դադարեցվի։ Ումա պետք է լինելու նման որոշումը ոչ մեկին բացի թղթի վերամշակմամբ զբաղվողներից։ Հիմա մենք եկել ենք այստեղ ինչի, տվյալ վարչական մարմինը, որը օրենքով նախատեսված է որպես անկախ մարմին, պետքա իր հասարակ լիազորությունը անի, այդ արձանագրությունը կազմի։ Արձանագրությունը կազմի, որ տվյալ անձի լիազորությունները դադարել են, իր մասով գոնե գործը, այս վարչական մարմնի մասով գործը համարելով օրենքի շրջանակներում արված, էլի ժամկետից ուշ, բայց գոնե արված, որպեսզի մենք կարողանանք զբաղվել մնացած հարցերով։ Ես որպես ներկայացուցիչ խմբակցության, հա, իրավական օգնություն եմ տալիս, բացի գիտեք, որ նաև դաշինքի, հա, շրջանակներում հայրենի կուսակցություններից մեկով որ առաջադրել էր տեխնացուներին, բայց տվյալ դեպքում որպես նաև փաստաբան, լիազորված, որպես իրավական օժանդակություն տալով, ավականու կազմի հետ միասին մեր հետ են, հա, ավականիները, հիմա գնում ենք ակնկալելու նախ պարզաբանում, ինչի այդ պարտականությունը չի կատարվել մեկ, եւ երբեք ինչ են պատրաստվում անել, երբեք կատարվելու, ինչ բացատրություն կա սրան, այս անգործությանը, ոչ իրավաչափ, ապօրինի անգործությանը ինչ բացատրություն կա։ Գնանք, հա